համարյա ամեն շաբաթ, նու գլխավոր ուժերի հետ եղել են, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, նրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ է քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ վերանեկարգել։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են ճանապարհները, կարծես թե Փակուղի մտավ հարցի, երբ ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, բնականաբար Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։ Դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել Ռոբերտ եք։ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով Չեմ հանդիպել։ հասկանալի է։ Եվ կասեք օրինակ թեժաշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք դուք երբ եք օրինակ ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանափակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզրել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզրել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Պարոն Կարապետյան, օրինակ դուք մինչև էլ ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ։ Պարոն Կարապետյան, դուք մինչև էլ ասում եք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական դրույգ էր, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում եք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի, այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս, որ դուք դրա համար մենք անում ենք ամեն ինչ։ Ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Նկատի ունեք այն Դուք նույնիսկ չեք պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Ում նկատի ունեք։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որտեղ այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ։ Որ պետությունները, ինչ Շատ նկատի լուրջ ունեք։ պետություններ, դե ոչ բարեկամ պետություններ։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է։ Ինչ նկատի ունեք, ով է ստեղծել։ Մարդիկ դուրս ստեղծել եկան են, որ փողոց, մեր- եղավ հեղափոխություն։ Դուք ինչ Ստեղծել են, կասկածներ որ ունեք, մեր- ով է ստեղծել։ Երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, դուք Ադրբեջանին եք ակնարկում, ինչ եք Դե անում։ իսմա դուք կհասկանաք։ Չէ, պարոն Կարապետյան, մի քիչ բաց Ոչ ասեք, միայն հա։ Ադրբեջանին, ոչ միայն։ Լավ, դուք եք տանել նրան, որ երբ դուք վերջնական պայքարի դուր գաք, ձեր կողքին շատ քիչ որ մարդիկ տանեն։ Երևի նկատի ունի իշխանության, օրինակ ընդդիմության մաշվելու գործընթաց Եթե լինի։ այդպես լինի, ուրեմն դուք եք դժվելու, հայ ժողովուրդն է Դուք չեք դժվելու։ Դուք տուժվելու։ պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ։ Ում նկատի ունեք։ Հա? Դուք Ով պիտի բոլորը, երազի։ բոլորը, հայ Բայց ժողովուրդը։ ինչու պիտի երազեն, որ դուք մնաք Որ պայքարի սրանց մեջ։ հեռացնենք։ Որտեղ առանցին դուք սրանց չեք կարող հեռացնել։ Չէ, դուք խոստանում եք ձեր ընտրողներին, որ հաջորդ իշխանությունն եք, հաջորդ վարչապետը, ձեր թիմակիցները ձեզ պարոն վարչապետով էին համարյա դիմում։ Համարյա չէ, հենց են դիմում։ Այո, այդպես են, դուք նիստեր եք հրավիրում եւ այլն, դա չեղավ։ Հիմա դուք ձեր ընտրողները Իսկ ինչ պիտի ինչը անեն, որ չեղավ։ ձեզ խնդրեն, դուք Ինչը կարողանաք չեղավ։ հեղափոխություն անել, Իսկ ինչ գիտեք չեղավ։ Հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով Փաստա որ դուք իշխանություն։ հաջորդ վարչապետը չեք։ Այս պահի դրությամբ։ Ահա, Լավ, դեռ փաշ դուք չի, ռեսուրս սպասեք, ունեք մի քիչ ձեր սպասեք։ Մենք համախոհներին ռեսուրս ունենք, փողոց անպայման։ հանելու, թե դուք դա բացառում եք, այդ ճանապարհը չեք դիտարկում, ավելի Ես ուրիշ։ ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Իսկ ձեր քննարկումները ինչ են Երբ ցույց տալիս ընդդիմադիրների հետ։ Ազգային ժողովի աշխատանքներին անդրադառնանք, ինչ սպասելիքներ ունեք։ Արդյունավետության մասին խոսում եմ խոսքը։ Եթե անկեղծ լինեմ, սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ լինելու է թեժ պայքար, բայց ինձ թվում է
հետաքրքիր է։ Բայց կարծիքներ կան, որ ձեր թիմի ելույթները պատրաստված էին, թույլ էին, դուք օրինակ այդտեղ դիտարկումներ չունեք, որ լավ պատրաստված խորհրդարան չեն գնացել որպես ընդդիմություն։ Շատ լավ պատրաստված են, դուք էլ դա շուտով տեսնեք։ Այսինքն գոհ եք այս պահի դրությամբ թիմի հետ Հայաստան թիմի հետ համագործակցում եք, օրինակ ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում տարբեր քայլեր արեցիք։ Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկատումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրենց ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Իսկ այդ բաց քննարկումները երբ են լինելու։ Առաջին նստաշրջանի ժամանակ ձեր թիմը երթման տեքստի երբ որ ընթերցում էին, որ քիչ կանգնեց, ինչ էր ցանկանում ցույց տալիս քայլով։ Ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների առաջ, երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբման, ասացիք, որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ հաջողության Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, վերջին հարցում, ձեր գործով երկու պաշտպաններ Արամ Արտևանյանը եւ Լիանա Գասպարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաններ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաններ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Մի հարց էլ պարոն Կարապետյան, ու վերջ։ Մի հարց էլ։ Ես եմ առաջարկում։ Մի հարց էլ տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի խստացնում է, այս արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք սպասում եք, որ ամեն ինչ կծայրահեղ դա վնաս է տալիս։ Ինչու է վնաս Դա տալիս։ օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա։ Ինչ կան աղքատացրի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ գործարարների ընդդիմության չեն օգնելու, որպես այդ Իսկ ինչով են մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացվի մարդիկ փողոց դուրս գան։ Գուցե ձեր հույսը դա է Այն օրինակ։ մարդը ամեն օր եւ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այդ հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դու կարող եք լուծում տալ օրինակ, կարող եք խոսել, օգնել նրանց Եթե ես տնտեսվարողներին։ վարչապետ լինեմ, դա կանեմ շատ արագ։ Իսկ որպես ընդդիմադիր լիդեր Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Իսկ հաշվարկներով Այս ժողովրդի համար հաշվարկանի ձեր պլաններով ձեր ծրագրերի հետ դա պայմանավորված է լինելու շատ հանգամանքներից, քանի որ այս կառավարությունը չունի ընդունակություն, Հայաստանը կանգնեցին զարգացման ճանապարհին, ամեն օր ունենալու է ձախողումներ եւ մեր ժողովուրդը կտայի գնահատականը։ Դուք այդ ամեն ինչը մի մենակ մեզ հետ կապեք, ժողովուրդը պետք է գնահատի։ Այսինքն ինչքան վատ, այնքան ընդդիմության օգտին, իշխանություն այնքան վատ աշխատի։ Դե միշտ այդպես է։ Մեր հաշվարկը չի։ Դա մենք ես չեմ ուզում իրենք վատ աշխատեն, բայց իրենք գենետիկորեն ընդունակ չեն լավ աշխատել։ Այսինքն մարդը կամ կարող է լավ աշխատել, կամ չի կարող։ Իրենք չեն կարող, 8 տարի չեն կարողացել։